Ինքը իր համակարգել է ու ցանցել Ավելին ասել, ինչ որ հիմա տեղի է ունենում, ինչ որ հիմա արվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ, նոր չի։ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ այս նույնը արվել է Հանրապետականի հանդեպ, պարզապես արհեստական կերպով, վարչական ռեսուրսով թույլ չտվեցին, որպեսզի Հանրապետականը հայտնվի 18 թվականի արտահերթի ձևավորված խորհրդարանում։ Ինչ ակնկալիքներ, իմ միակ ակնկալիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացուց է, ով պիտի տեր կանգնի մեր բոլորի ձայնին, մեր բոլորի ապագային, որովհետև այս ընտրությունը Հայաստանի Հանրապետություն լինել, չլինելու ընտրություն է։ Այս իրավիճակը տրամաբանորեն բերելու է գործող ընդդիմադիր ուժերին ձեր առաջարկին, այն է իմպիչմենթի օրակարգին, նաև փողոցի գեներացիային։ Գիտեք, ես իհարկե մի 10 րոպե հիմա կարող էի խոսել, բավոր ասում էինք ոչի մեջ, բայց դրանից հիմա զրոյական օգուտ կա։ Առջևում պայքար է, պայքար բարդ, ծանր, բայց պատվաբեր։ Ու այդ պայքարում Հանրապետականը լինելու է ամենապատասխանատու, ամենավտանգավոր տեղերում, ամենակարևոր խրամատներում, ինչպես եւ եղել է 18 թվականի ապրիլի 25-ից սկսած։